Իրավունքը գրում է. կառավարության մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամների ու կողմնակիցների առաջ խնդիր է դրել ջանքեր գործադրել եւ ամեն գնով հունվարի մեջ հասնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հեռացմանը լուսավորչի գահից։ Էլ չլսեմ ձեր լացուկոցը։ Շեվ ջան, չենք ձգում, էս ամիս ու վերջ։ Ըստ իշխանական կուլիսային լուրերի մոտավորապես նման կերպ է արտահայտվել Փաշինյանը։ Հրապարակը գրում է. Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգին II-ի անհաղորդ պահվածքից։ Դեռևս անցած տարեվերջին դեկտեմբերի 15-ին ավելի քան 2 տասնյակ հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել վեհափառին, խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը։ Մոտ 1 ամիս է անցել վեհափառին ուղղված խնդրանքից, սակայն նա մատը մատին չի խփում։ Թերթը գրել էր, որ Արցախի թեմում եպիսկոպոսի կոչումով այլ հոգևորական չկա, որով կարող է վեհափառը փոխարինել Տիրադավին։ Սակայն կարող է տեղապահ նշանակել կամ էլ ծնունդով ոչ արցախցի։ Արցախի հանրապետության նախագահի պարտականությունները կատարող եւ միաժամանակ ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն էլ է նույնիսկ այդ հարցով հանդիպում խնդրել վեհափառի հետ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Իրավունքը գրում է. Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտերթին մասնակցած Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին, որը ինչպես պարզվում է այժմ ՀՀՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարն է, պարզվում է այսպես ասած վերբով կայարել ոչ ավել ոչ պակաս Արցախի թեմի առաջնորդ Վրդանես Սրբազանը։ Ըստ շրջանառվող լուրերի գեներալը իր բիզնեսներով լավ էլ հովանավորել է Սրբազանին բարեկեցության համար։ Ժողովուրդը գրում է. Առողջապահության նախարարությունը սեպտեմբերին, երբ դեռ չէր հաստատվել առողջապահության համապարփակ ապահովագրության նախագիծը, միլիոնավոր դրամների գնումներ է կատարել չեղած բանի համար։ Սեպտեմբերին առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել Domino Video Production ՍՊԻ-ի հետ առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի ապրանքանիշի ձևավորման բրենդինգի համար։ Պայմանագիրն արժեցել է 32 միլիոն 760 հազար դրամ։ Հետաքրքիրն այն է, որ սեպտեմբերին, երբ դեռ ազգային ժողովը քննում էր չարչրկված այդ նախագիծը, այն ընդունելու հեռանկարի մասին վաղ էր խոսելը։ Ստացվում է, որ Անահիտ Ավանեսյանը կառավարության գլխավորությամբ առուն դեռ չթռած ասել են հոп, կատարել են պետական գնումներ, այն էլ մեկ անձից, հուսալով եւ հոգու խորքում համոզված լինելով, որ եթե այն ամենավատ նախագիծն էլ լինի, միևնույն է ազգային ժողովը կհաստատի։ Ժողովրդին հասած տեղեկությունների համաձայն այսօր առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տեր Ասողիկ Աբեղա Կարապետյանին։ Հարցաքննությունը կապված է Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ։ Ըստ մամուլի 2018 թվականին հայտնի է դարձել, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին։ Այս տեղեկություններին ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տեր Ասողիկ Աբեղա Կարապետյանը հրապարակային հայտարարություն էր տարածել։ Մեկ հատված այդ հայտարարությունից. Այս սուրբ օրերին, երբ ողջ անձով պետք է վերապրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի մեծ ու սքանչելի խորհուրդը, ի հայտ են եկել հերձվածող եւ սրբապիղ ծանձեր, որոնք սերմանում են գայթակղություն եւ մոլորություն ամենայն սուտ եւ կեղծիք տարածելով։ Հիմա էլ հերթ է հասել է հայոց եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին, իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան։ Հրապարակը գրում է. Պատմության նախկին դասատու այժմ զորավար ներկայացող Սուրեն Պապիկյանը երեկվա իր ասուլիսում հերթական անգամ փայլել է իր համեստությամբ։ Ճանապարհ անցած եւ աստակ ունեցող զինվորականներից մեկի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի մասին խոսելիս Պապիկյանը անդրադառնալով Հակոբյանի նախկին հայտարարություններից մեկին կոպտել է նախկին զինվորականին։ Մովսես Հակոբյանը գուցե ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել, ասել է Պապիկյանը։ Պորոտախոսության եւ անդակտության հարցում անգերազանցելի իշխանավորները հաշվի չեն առնում անգամ տարական մարդկային փոխհարաբերությունները, ասենք այն փաստը, որ Մոսիի երկու զարմիկներն իրենց յուրայիններն են, եւ Մոսին էլի դե բավականին զուսպ է խոսում եւ տևական ժամանակ է, անգամ շատ չի քննադատում իրենց։